Մենք եկել էին ինչ-որ մի թուրքի թիկունք պահելու, որ թուրքը կանա մտնի եռաբլուր դուրս գա, ազգից դավաճանը։ Եկել եք խոչընդոտելու Փաշինյանի մուտքը, պարզապես համընկել եք գալը, ձեր եւ նրանց։ Միանշանակ եկել էի, որ խոչընդոտեի, այսինքն խոչընդոտեի, որ կոնկրետ իմ տղայի Շիրիմին մոտիկ չգա։ Ես չեմ ուզում, որ ինքը մոտենա իմ տղայի Շիրիմին։ Որտեղ ասում եմ, տղերքը ուրիշ գաղափարի տեր են եղել, բոլորս էլ նորություն չգիտենք ինչի համար են գնացել, կյանքներ ինչի համար են տվել մեր տղաները, պարզապես, որ ինքը մոտիկ չգա իմ տղայի Շիրիմին։ Ես չեմ ուզում, որ ինքը հարամի իմ տղայի Շիրիմը։ Չէ, ես կոնկրետ մեզ մոտ չմոտեցել, ոնց որ թե 44-օրյա տղաների Շիրիմներին ոչ մեկին էլ չի մոտեցել, միայն բարձացավ 90-ականների տղաների կողմը ու դուրս է եկել։ Իսկ այս օրը, որ որոշեցին, այս օրը ձեզ համար ընդունելի է, թե ինչու այսօր եւ ոչ սեպտեմբերի 27։ Ես չեմ ընդունում այս օրը։ Մեր համար օր չկա։ Մեր համար ամեն օրն էլ սքո օր է։ Մենք ամեն օր էլ էստեղ ենք, ծնողներս ամեն օր էլ եռաբլուր։ Մեզ պետք չի որ կոնկրետ ինչ-որ օր լինի, որ մենք հիշենք մեր տղաներին գանք էստեղ։ Մենք ամեն օր էլ էստեղ ենք, մեր տղաների կողքին ենք։ Մի քիչ առաջ էլ ուղղակի զրույց եղավ, զրույցի մեջ ասեցի, մենք մեր տունու տեղը մեր տղաների հետ տեղափոխել ենք էստեղ եռաբլուր։ Ու անգամ այն կարգի, որ ասենք մենք ծնողներով, եթե մի օր մեկս էլ բացակայի, արդեն մենք մնացածս անհանգստանում ենք, որ այդ ծնողը խի է բացակայի, այստեղ չի եկել, ինչ-որ բան ոչի պատահել, չի եղել, այդպես կապված ենք իրար հետ։ Բայց որ այսպիսի մի օր լիներ պետական մակարդակով հիշատակելու համար, դրան կողմ էի դեմ եք, թե օրը ճիշտ ոնց է ընտրված օրը ստես։ Օրը ես էլ եմ ասում, չեմ ընդունում, որովհետև օրը ճիշտ ընդունված չի, օրը կարելի էր ավելի ճիշտ ընդունել, ոնց որ պետք նա եղել, կոնկրետ օրը կարային այդ օրը իրանք նշանակեին, այո, սեպտեմբերի 27-ը, խայտառակ օրը, այդ օրը կարային նշանակեն, ոչ թե ինչ որ, էսի վերել են բանակի օրվա կապակցությամբ մցրել են կոպիտ ասած բանակի օրվա քթիթակ որպես ինչ, սքո օր, հետո բանակի օր, այսինքն այսօր իրանք հիշատակեն, որպես սքո օր, բանակի օրը չեն հիշատակի, հա, որ դա մեր պարծանքներ, հա, բանակը ուրացան։ Ես հաստատ համոզված եմ, որ վաղը իրանցից ոչ մեկ չի գա այստեղ, անցի 28-ին ոչ մեկ չի գա այստեղ եռաբլուր, որտեղ իրանց համար չկա բանակ։ Դեմ եք, որ միայն Փաշինյանը տնօրեն որդու Շիրիմների Ես դեմ եմ մեր ամբողջ կառավարությանը։ Մեր ամբողջ կառավարությանը, որը որ ես չեմ համարում, որ մեր կառավարությունը, իրանք մեր երկրի կառավարությունը չէ։ Իրանք թուրքի կառավարությունն է, թուրքի կողմից են աշխատում, իրանք ինչ մեր կառավարությունը։ Դուք կառավարության Իհարկե, բայց կառավարությունը չդավաճանեց տղերքին թիկունքներին չկա, թողեց անտեր, առանց հրամանատար, առանց ինչ-որ բան, առանց օգնության, կամ տղաները կռվեցին, իրանց կյանքը տվեցին, գիտեին ինչի համար են գնացել, ազգի, հողի, ջրի համար, ով վերցրեց հողերը տվեց, ով տվեց բաժանեց հողերը թշնամուն, ով ծախեց հողերը թշնամուն, ու տղերքի արածը տվեցին ջրին, նույնը 90-ականների տղերքին է։ Ժամանակի 90-ականներին Ղարաբաղ ով հետ բերեց, 90-ականների տղերքը ոչ թե գրավեցին, այլ հետ բերեցին մեր տարածքները, մեր հողերը, պահեցին, իհարկե չպահեցին, սկուտեղի վրա վեկանան մատուցեցին թշնամու նորից։ Իսկ ձեր տղան որտեղ է, ժամկետային զինծառայել։ Չէ, իմ տղան կամավոր է գնացել, ինքը ընդամենը մի տարի 7 ամիս էր, որ ծառայությունը վերջացրել էր, եկել էր, բարոխերով ընդունել ենք, դիմավորել ենք, բայց հենց պատերազմի լուրը լսելուն պես ամսի 27-ին իմ տղան, ասեց ասեմ, անկողնուց վեր կացավ, իմացավ պատերազմը սկսել, ասեց ես գնում եմ, ու կամավոր գնաց վայնկամատ, մոբով գրվեց ու գնաց, հենց ամսի 27-ին։ Որտեղ է եղել, Աղդամում ա եղել, հոկտեմբերի 8-ին Բայրակթարի հարվածից ով էլ այն տղեն։ Հարություն, ավելին ասեմ ինքն էլ եղել է երգիչ, Սայատնովա ժողովրդական անսամբլից մի խոսքով։